Եկել ենք որպեսզի միասին մտածենք թե ոնց ենք լավանել։ Ինչու՞։ Դե գնամ ինչ անեմ։ Սխալ Սա որ խապում են մեզ։ 40 տարի սվարկա եմ արել, 40 ռուբլի փող են տալիս։ Գնամ ում ընտրեմ, որ կարգավոր է։ ով է խապում։ Մեր ղեկավարությունը ով։ Մի ղեկավար եղել է, որ ինչ-որ բան որի գյուղաց ու մի բանով օգնի։ Գնամ ինչ ում ընտրեմ։ Չեմ մանում, Ստալինը գա գնա կընտրեք։ Ես քո ձայնը թողնը որ ուրիշ յորո։ Պետք է մարդ գնա անպայման ընտրում։ Չեք ուզում ձեր ձայնի տեր կանգնել։ Ձայնի տեր, ես հույս չունեմ, որ իմ ձայնի տեր կողնեմ։ Իշխանության հանդեպ վստահություն չկա, թե ընդդիմության։ Իշխանության դեմել ընդդիմությունն էլ չեմ մանում, որ ընտրվի կարող է իշխանության նմաննի, թե իսկական ընդդիմությունն է։ Իսկ հավատում եք, որ նա իսկական ընդդիմություն է, թե իշխանության պրոբ։ Մի մարդ, որ մի բանից վախենում է, էլ ամեն ինչից է վախենում։ Ես ոչ հույս, ոչ հավատ ունեմ, որ իմանամ ընդդիմությունը ով օրինակ կգա եւ կարգին կղեկավար է ժողովրդին սատար կկանգնի։ Հավատում եք, որ ինչ-որ բան կփոխվի։ Վարչապետը մեծ հույսեր աներ եւ պատահական չի, որ իր ռեյտինգը 82% է։ Մասնակցելու եք ընտրությանը։ Ոնց։ Հավատում եք, որ ինչ-որ բան կփոխվի ապրիլի 2-ից հետո։ Ես ասեցի վարչապետը մեծ հույսեր աներ։ Իսկ ընդդիմությանը չեմ հավատում, որովհետեւ ինչքան ընդդիմության գործիչներ կան, ստացել են պաշտոններ, լարեր։ 25 տարի դա ենք տեսել։ Այդքան բան կարեմ ասել։ Անպայման մասնակցող։ Ում եք հավատում։ Ինչպես։ Արամ գյուզի։ Հա, չեք որոշել։ Այստեղ քարտաշավներ են բարբերաբար տեղի ունենում, այդ քաղաքական ուժեր ներկայանում են, բոլոր հավաքներին մասնակցում եք։ Անպայման։ Իսկ հավատում եք, որ ապրիլի 2-ից հետո ինչ-որ բան կփոխվի։ Իսկ ձեր երեխաները, զավակները աշխատում են։ Ընտանիք 20 հոգին 18 են ընդրում։ Մուկա մնացա մարդու գինեք մենակ։ Ես 40 տարվա ստաժ ունեմ Ազիզ ջան։ Իմ այլ հաշվանդամն է, բայց ինձ հաշվի չեն առնում Ազիզ ջան։ Թոշակը չի երիքում։ Խտերս ուղարկել եմ Երևան Հոսեփ-Օղլի հիվանդանոց հետ եմ տվել, դու պիտի գաս։ Գնացել եմ մասկետարը, որ ինձ ֆինանսավոր են գնան, դու փող չունեմ, ասում եմ, ով պետք է ֆինանսավոր, ասել եմ դուք։ Ինձանոց ծաղրել են հան դուք են անել ինձ։ Ում եք հավատում։ Ես հավատում եմ մենակ Ծառուկյանն ու Ռաֆիկ Ղավարիսյանին, ուրիշ ոչ մեկին։ Երկուսին մեկը պետք է ընտրել։ Ես չեմ վախենում, ասելու եմ։ Երեխաներ, թոռներ ունեք։ Ազիզ ջան, կյանքը շատ բարդ է։ 29-39 տարեկան տղաներս մահացել են։ Տղաս կռվել է եւ Ղարաբաղում, եւ այստեղ։ Մամելի ջոկատում է կռվել, մամելը տղայիս անունը դրել է զվեր։ Բայց ինձ ով է հաշվի առնում, չկա այդ տղաս։ Մեկը 20 տարի է մահացել, մեկը 12 տարի է մահացել։ Հիմա ով է ինձ հաշվի առնում, ոչ մեկը, ցավը տանեմ։ Ոչ մեկը։ Անդրական անգել եք ստեղ։